Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցել ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջույն պարոն Սարգսյան։ Ինչպես եւ խոստացել էինք, ընտրությունների հաջորդող օրերին երկրորդ օրն է, մենք նորից կրկին հանդիպում ենք եւ փորձում ենք ամփոփել արդյունքները։ Արդյունքները անակնկալ էին ձեզ համար, որքանով էին անակնկալ եւ ձեր կարծիքով ինչ հարցի էր պատասխանում ընտրողը։ Ընտրողները ինչ հարցի էին պատասխանում, երբ որ մոտենում էին այդ Չէ, շատ հետաքրքիր բան էր ձևակերպում։ Անակնկալ չէր։ Բազմիցս տեղել եմ խոսել, որ հիմնական պայքարը ակնհայտորեն գնալու է, թե Նիկոլ Փաշինյանը կկարողանա արդյոք հավաքի սահմանադրական մեծամասնություն, թե ոչ, չհավաքեց, նորմալ է։ Չնայած նորմալ է, այսինքն սպասելի է, որ չի հավաքի։ Կարծում եք նորմալ է, սպասելի մեջ էր, որ չի հավաքում, որովհետև ակնհայտորեն դու չես կարող այս պայմաններում գնահատել, թե որքան մարդ կգնա ընտրությունների, մի քիչ որ պակաս գնային ընտրությունների, փոքր թիվ գնային, կհավաքեր այդ թիվը։ Այդ ուղղակի բանը մեծացել էր, ծավալը ընդում։ Ակնհայտորեն ինձ համար թիվն էր մեծ, ես սպասում էի 1.3 1.4-ի սահմաններում, այնտեղ շատ ավելի մեծ թիվ գնաց, մոտ 10%-ով ավել, որը կարող պայմանավորված լինի, թե մոտավորապես 20-ից 25 հազար հոգի այդ Ռուսաստանից եկած, որ անհարվաշվարկելի էր, այնտեղ ինչ-որ դժվար էր բան անել այդ թիվը։ Ընտրական տուրիզմ։ Այդ տիրանազավրների բանը, ընտրական տուրիզմը, պլյուս երևի թե վերջի օրերին Փաշինյանը Խասյաթի համաձայն կարողացավ դա հանել մի փոքր ավելի էմոցիոնալ դաշտ, իր վերջի հանրահավաքը շատ մռայլ եւ բանի մեջ էր, մռայլ գույների մեջ եւ այդ ինչ-որ աստվածաշնչյան ինչ-որ մեջբերումներով բաներով, որը միշտ պանիկա է առաջացնում մարդկանց մոտ, առավել եւս իր էլեկտորատի, որը հիմնականում ցածր կրթություն ունի, տենց ինչ-որ բան չի ելին, իրանք տենց ինչ-որ բաների մեջ են, այդ մղձավանջային բաները իրանց վրա շատ մեծ ազդեցություն ունի։ Հեշտ տրվում են հեշտ տրվում են, պատրաստ են հոգեբանորեն նմանատիպ բաների, իրավիճակների, օրինակ բարձրագույն կրթությունով մարդու դու չես կարող աստվածաշունչ կարդալով միտինգի ժամանակ ինչ-որ բանի բերես, կաս տղաջան, դու վարչապետ ես դառնում, ոչ թե կաթողիկոս հիմա, բայց դա իր զանգվածը մի կողմ։ Հիմա ընտրությունները բուն ցույց տվեցին երկու բան, այդ նախ ես իրոք չեմ կարողանում հասկանալ ինչ են բոլորի մոտ այդ հանրաքվեական տրամադրությունները, որ հայաստանյան ընտրողը ընտրում էր արևմուտք, թե Ռուսաստան, թե ինչ որ sense մոտ չէ։ Հայաստանի ընտրողը ընտրում էր նախկին, շատ նախկին եւ նախկին։ Այդ երկուսի միջև նոր նախկին դարձած եւ հին նախկին։ Հա, այսինքն նախկինի շորերը պահարանում գտած նորովի հակած, հա, տենց ինչ-որ բանով եւ նախկին։ Այդ նախկինները ունեին հին դեմք, Քոչարյան, մի քիչ ավելի թարմացրած կոշիկներով դեմք, Սամվել Կարապետյան եւ Նիկոլ, որը 7 տարի իշխանության է։ Մարդկանց մոտ ուրիշ ընտրություն չկար։ Ոչ թե ուրիշ ընտրություն չկար, ընտրությունը շատ էր 19 հոգի կային այնտեղ, ում կարելի էր ընտրել բացի, իրական 16 բացի իրենցից, բայց հարց որպես այդպիսին, թե մենք գնում ենք ինչ ընտրենք, գոյություն չուներ։ Չէ, պատերազմ, թե խաղաղություն, սուտա չկա, Եվրոպա, թե Ռուսաստան։ Այդ հարցերը չգիտեմ, ես չգիտեմ, որ այդ մարդիկ արդյոք գնում են ընտրելու եւ առավոտյան վեր են կենում, ասում են այո, պատերազմ թե խաղաղություն կարա լինի։ Հա, եթե ուշադիր չես, բայց բոլոր ընդդիմադիր ուժերը իրանց հերթին հայտարարել էին, որ իրանք պատրաստվում են շարունակել տրիպի ծրագիրը, պատրաստվում են Թուրքիայի հետ հարաբերությունները չէին պատրաստվում փակել, իրանք ուղղակի ասում էին մենք ավելի ռուսամետ կլինենք, քան Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր ես ավելի ռուսամետ կլինեմ, քան սրանք։ Կամ երաշխավորի անվան տակ Ռուսաստանը կներգրավի այդ բոլոր ծրագրերը։ Whatever, ինչ որ այա, հա։ Այսինքն չկար այնտեղ ընտրություն, եթե դու մի քիչ գոնե լսում ես, չկար որ
Փաշինյանը վեր կանար, ասեր որ գիտեք ինչ կա, ես սենց բան եմ անում ու վաղը ռուսական բազան դուրս է գալի Հայաստանից։ Չկա տենց, չէր ասում տենց բան։ Չկար ընտրություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջև։ Եվրոպայի մենք ունենայինք երևի բայց ուրիշ հարց է, որ բավականին մեծ զանգված ովքեր արևմտամետ են, գնացել ձայն են տվել Նիկոլին, որովհետև դե կանխատեսել են, ինչի մասին խոսացել են, մայիսի սկիզբ եվրոպական ժողով եւ այլն, հետո DJ Vance-ը, հետո մի հատ Ռուբիոն եկավ ինքնաթիռը լիցքավորեց գնաց։ Այսինքն Եվրոպայի դրոշը ոնց որ Եվրոպայի չէ, ինքը ներկայացել էր որպես արևմտամետ ուժ, ում հետ հաշվի է նստում թե Եվրոպան, թե Եվրոպայի թշնամի Տրամպը։ Եվ թե այդ բոլորի թշնամի Ռուսաստանը, եւ թե այդ բոլորի մի մասի դաշնակից մյուս մասի թշնամի Զելենսկին, եւ թե sense գալի գումարվում է Նիկոլը ուղղակի ներկայանում էր որպես մարդ, ով բոլորի հետ կարող է խոսել։ Բոլորի սրտի վարչապետը։ Նու իրականում չարեց փոքրագույնը։ Ինչի մասին որ մենք ասել ենք, որովհետև յուրաքանչյուրը, ում որ մենք նշեցինք, խնդիր ունեն, որը Հայաստանը կարա լուծի, եթե ուզում է ավելի մտերիմ լինի, թե ԱՄՆ-ի հետ, օրինակ թե Եվրոպայի հետ, թե Ուկրաինայի դեպքում, թե Ռուսաստանի դեպքում, յուրաքանչյուր այս խաղացողներից ունի իր սեփական ցանկությունների ցանկը։ Եվ այդ ցանկում պարզա որ Հայաստանը բոլոր տեղերից 20-ից 30%-ն է կատարում։ Այս պահին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ չարած փոքրագույնը դրսի համար։ Նենց չի որ ինքը լավն է, ինքը չարած փոքրագույնն է։ Որի հետ կոնտակտները հաստատված են եւ չէ, ինքը ուղղակի չարած փոքրագույնն է, նույնիսկ եթե չկան, ինքը կաշխատեն հետ, տենց չի որ։ Մենք Եվրոպայում ենք սպասում այս տարի ընտրություններ, մյուս տարի ենք սպասում ընտրություններ, բոլորը հասկանում են, որ սա Հայաստանի վարչապետն է, որը մյուս տարի օրինակ, չգիտեմ, Մակրոնի մոտ է ավարտվում, հետևաբար Ֆրանսիայում քրիտիկական փոփոխություններ ունենալու։ Բոլորի համար քիչ թե շատ ակնհայտ է, որ սա մոտակա 5 տարվա Հայաստանի իշխանություններն են, ում հետ պետք է աշխատել։ Հիմա բոլորին հայտնի դարձավ, որ այս իշխանություններն են մնում, իրանք մնում են առանց վեկտորը փոխելու, ընդ որում սա նույն Սերժ Սարգսյանի վեկտորն է, եկեք ծուռ նստենք դուզը խոսենք, ոչ մի բան չի փոխվում։ Կշարունակենք դիտարկել ով այնուամենայնիվ անցավ խորհրդարան, բայց այս հատվածը դեռ այս տրամաբանությունը շարունակենք Եվրոպա թե Ռուսաստան եւ Նիկոլ Փաշինյանը որպես Եվրոպա չէ, բայց արևմուտք դեպի արևմուտք տանող տեխնացու, հա։ Okay. Այդպես ենք ձևակերպել։ Լավ, Եվրաքվե ունեինք որի ջանքերով դա ես կասեի որ Նիկոլ Փաշինյանը որպես Եվրոպա գնացող Հայաստանի առաջնորդ ոչ թե տանող դա է պատճառը որ Եվրաքվեի այդ կուսակցությունները որոնք 60,000 ստորագրություն հավաքեցին ժամանակին եւ հարցը մտցվեց ազգային ժողով եւ օրենքի տեսք ստացավ միասին չկարողացան այդ 60,000 թվին սկի մոտենալ։ Գուցե որովհետև իրենք կասեն մենք ճանապարհ բացեցինք որպեսզի Նիկոլ Փաշինյանը այդ ջահը վերցնի։ Մյուս տարբերակը իրենց չհաջողվեց, իրենց 0, չգիտեմ ինչքան տոկոս էին տալիս, որովհետև իրենք չհավաքվեցին, չմիացան եւ ամեն մեկը հատիկ չկարողացավ անգամ 1-2% հավաքել։ Դե սենց ասեմ, հանուն հանրապետությանը որպես այդպեսին ինքը երբևիցե աչքի չի ընկել որպես քաղաքական ուժ։ Բաբաջանյան Արմանը եղել է պատգամավոր ժամանակ։ Հա, բայց կոալիցիայի մեջ լուսավոր Հայաստանի ցանկում եւ ընդունենք լավ ասենք եղել է հետո ինչ։ Այսինքն դրանից հետո բոլորը դուք համարում եք ցածր էր։ Հանուն հանրապետության կուսակցության շանսերը ոչ միայն ցածր են, նրանք գոյություն չունեն։ Ուղղակի երբևիցե գոյություն չեն ունեցել։ Հանրապետությունը կորցրել է ձայներ, որտեղ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը Երևանի քաղաքապետարանի ընտրություններում։ Ես անձամբ ձայնս տվել եմ այդ կուսակցությանը, հասկանալով եւ գիտակցելով, որ կարող է այնպիսի մի իրավիճակ ստեղծվի, որ այնտեղ մի շատ ուզենալով, որ ինչ որ մի արևմտամետ ուժ լինի, ես անձամբ գնացել եմ ձայն եմ տվել, հույս ունենալով, որ մի քիչ գոնե այդ աշխատանքը
ասենք, չգիտեմ, գոնե ինչ որ աշխատանքի արդյունքները մի կերպ կազդեն, բայց չի ազդել մարդկանց համար, դա անընդունելի է։ Ինչի պետք է տրամաբանությունը պարզ է, մարդիկ ասենք, եթե մեկը կոալիցիա է կազմելու, խի գնամ իրենց են տամ, Նիկոլինց են կտա։ Այսինքն դու չես կարողանում մարդկանց հետ, նախ ես չեմ մասնակցել քարոզարշավին, ես ոչ էլ կոչ եմ արել, որ մարդիկ գնան ընտրեն հանրապետություն կուսակցություն, ես անձամբ եմ բանել, բայց ներքին գիտակցությունը մոտս կար, որ ասենք նույնիսկ եթե պետք լինի, այնտեղ պետք է այլ բաներ լիներ, էլի, այլ կերպ վարվեր ընտրարշավը, որպեսզի այդ Եվրաքվեի 60,000-ը վերածվեր գոնե պլյուս 15,000-ի, պլյուս 30,000-ի, բայց միևնույնն է թվերը այնպիսին են, որ նույնիսկ եթե 30,000, այսինքն Եվրաքվեի գոնե կեսը գնար տար հանրապետություն կուսակցությունը, դա բավարար չէր, որ ինքը անցներ։ Կոնկրետ 60,000 ձայներ պետք։ 4%-ը գերազանցելու համար, то есть այնտեղ բաները մի քիչ ծանր են։ Այնտեղ մնացածը բան չեն, դե կամ Միշիկի մարդիկ են, կամ Սերժի մարդիկ են, կամ Ռուսամետ են, կամ որտեղ ինչ մասն եք խոսում։ Դե մնացած ցուցակում։ Այդ որ ասենք բան չկա։ Հանրապետություն ցուցակում։ Ներողություն։ Չէ, նա այդ 18 ընտրությունների մասնակցողների, ասենք այնտեղ մնացածը սպոյլեր կուսակցություններ են, այնքան որ ուղղակի որ լինեն։ Անենց չի, որ իրանց ինչ-որ հարց էին լուծում կամ ինչ-որ մեկը իրանցից հարցներ լուծելու։ Մի մասը են 25 միլիոնի համար էին պայքարում, որ եթե ինչ-որ շեմ կա, որ անցնում ես, պետությունը քեզ փող է տալիս։ Մի մասը ուղղակի տաբուրետկի վրա ուտանավոր են ասում, որ հետո չգիտեմ, գնան շենքում բան անեն, գլուխ գովան կամ մեկին հարց տան կամ մեկին հարց բերեն, ասեն դե ես տելևիզորով խոսացել եմ պատգամավորի տեխնացիան։ Լավ, հիմա այդ հասկացանք, փաստորեն դուք ասում եք, որ նրանք այդ շեմը չէին անցնի։ Ախր տեսեք, քաղաքական բանավեճի որակը 3 հատ բանավեճ եղավ։ Այդ 3 բանավեճի որակը տեղ չէին թողում ենթադրել, որ Հայաստանում կա քաղաքական դաշտ։ Այսինքն այնտեղ չկար բան, տեսեք Եվրաքվեի ա եղել, բան դրանից հետո եղել է, բանավեճ ա եղել, մեկը դրա մասին խոսել է։ Ինչի Բաբաջանյանը ասում էր Պուտինն է։ Դե Բաբաջանյանը ասում էր, նույնիսկ եմ ասում, Բաբաջանյանի անձնական վարկանիշը Ռոբերտ Քոչարյանի վարկանիշից ցածր է։ Վարկանիշներով, անձերի։ Դե դուք անձ եք բերում։ Մեր մոտ մարդ կուսակցություններ են, այդ մարդ կուսակցությունների վարկանիշները, եթե տենց եք դրանից պետք է խուսափել։ Չէ, դե ասացիք բանավեճին մարդիկ էին ներկա։ Դե բանավեճին, բայց մարդիկ չէ, 3 բանավեճ էր, չէ։ Կար որ մարդ, այսինքն կուսակցության ներկայացուցիչներ էին։ Կար որ ասենք անվտանգության վերաբերվող հարցեր էին, որոնք էլի անվտանգության մասին չէին։ Այսինքն ես պատկերացնում եմ անվտանգության մասին բանավեճը գալիս են մարդիկ, ովքեր ուրիշ բան չասեմ, ասենք չգիտեմ, T72-ան տարբերում են Su-27-ից։ Բայց այնտեղ կային մարդիկ, որ sense ցույց տայր ասեի, սա ինչա, չէր իմանա ինչ ասի, կորցանի չա, տանկա, MMA-ա, ասենք էլ չասած, որ գաղտնի օպերացիաների մասին տեղեկություն չունեցող մարդիկ, ասենք հետախուզության, գոնե, չգիտեմ, Ջեյմս Բոնդի ֆիլմի մակարդակի պատկերացում ունեն։ Լավ, արդյունքում ինչ ունեցանք, ինչպիսի խորհրդարան ձևավորվեց։ Ունեցանք, ինչ որ ունեցանք, նույն խորհրդարանն է, հեղափոխությունը հարցը պարզ չէ, քանի ձայն կունենա չունենա, դեռ վերահաշվարկ է արվում, բայց գոնե դեռ նախնականով ինչ խորհրդարան ունեցանք։ Մենք ունեցանք նույն հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Այսինքն։ Դե խժռում է, վсё։ Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության ընթացքում 18 թվականից բռնել են այս կամ այն կողմը, այդ հեղափոխություն process է, այդ շատ տրամաբանական, պատմական բազմաթիվ օրինակներով հաստատված process է, որ այդ հեղափոխությունը, երբ որ սկսում ես, դու նախկին ես, որովհետև դու նախկին համակարգից մի տար ես, որը փորձում է համակարգը ներսից փոխել, հենց որ փոխում ես, եթե իրականում ուզում ես փոխես, համակարգը, եթե իրոք փոխեցիր, քանի որ դու այդ համակարգի տար ես, դու ինքնաբերաբար ոչնչանում ես, որովհետև դու այդ համակարգի մի տարն ես, իսկ այդ համակարգը այնուհետև չի լինելու։ Դու ոչնչանում ես։ Եթե դու դեռ չես ոչնչացել, նշանակում է, որ դու դեռ համակարգը չես փոխել։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Սենյակի ներսից վերցնում եք, սկսում եք
ծանր մուրճով, որը ժողովրդի մեջ կոչվում է կուվալդ, քանդել, որպեսզի առաստաղը ընկնի։ Առաստաղը ընկնելու պես դուք մեռնելու եք։ Եթե դուք հələ կենթանի եք, նշանակում է առաստաղը չի ընկել։ Հետևաբար դուք չեք ավարտել ձեր գործը։ Իսկ վերակառուցել այլ Դուք չէ, որ պետքա վերակառուցեք համակարգային փոփոխություն։ Հա, հեղափոխության իմաստը այնա, որ այնով որ սկսում է, ինքը պետք է մեռնի քաղաքականապես որպես ուժ։ Էլ չպետք դու չես որ վերականգնելու։ Դե տենց իմանալով որ ինքը պետք է մեռնի, երբեք էլ այդ առաստաղը մինչև վերջ չի քանդի։ Ну դա այդպես չի, այտենց չի, պատմությունը ցույց է տալի, որ կան մարդիկ, ովքեր անում են, Ռոբեսպիերը օրինակ։ Եթե մենք այդ վերացականից հետ գանք ռեալի, դուք Փաշինյանի մասին եք երևի թե խոսում, եկեք ավելի առարկայական տեսնենք այդ ինչն է քանդում Փաշինյանը, ում է խժռել, ով ում է խժռում է։ Չէ, հիմա ասենք Փաշինյանին հաջողվել է որոշ բաներ քանդել, այդ որոշ բաներ քանդելու ընթացքում ինչ որ ասում էի, կուսակցությունները որոնք գոյություն ունեին մինչև փետրվարի 24-22 թվականին պետք է գնան արխիվ։ Հիմա արխիվացնելու փոխարեն սատկում են։ Որտեղ Փաշինյանը քանդում է այդ համակարգը։ Իրանք ոչ թե արխիվացվում են, այլ իրանք մնում են փլատակների տակ։ Բա ինքը Փաշինյանը։ Ինքը Փաշինյանը հələ ինքը դե ասում եմ առաստաղը պետք է ընկնի գլխին, հիմա պատի տակ ինչ որ բաներն է քանդում։ Իրանք փոքր են։ Այդ առաստաղը պետք է ընկնի իր գլխին, եթե այդ առաստաղը, այդ բանը դեկոնստրուկցիա կոչված է, որ ինքը համակարգը պետք է իջնի, հավասարեցվի գետնին, զրոյին։ Հետո իր տեղը պետք է նոր կատլավան փորեն, այդ նոր կատլավանի փոխարեն տեղում պետք է կառուցվի նոր բան։ Նման, եթե ճիշտ եմ հասկանում, եթե ոչ ինձ ուրեմն շտկում եք եւ ասում եք, ՀԱԿ-ը 0.22%, ինքը արդեն պետք է դուրս գա քաղաքական։ Ոչ, շատ վաղուց։ Ազգային ժողովրդական բևեռը 0.38։ Շատ վաղուց։ Նույն հանրապետություն կուսակցությունը 1.08։ Ну հələ լավ, մեկը կարանք թողենք մեկերը։ Մեկերը թողնում ենք։ Ну որտեվ դա նշանակում է, որ անհրաժեշտից 25%։ Ու ինքը դեռևս, ասենք Երևանի ավականիում կա, ինքը մարզերում ունի բաներ, համայնքներ հաղթած, այսինքն ինքը մարզերում կարա խաղա։ Լուսավոր Հայաստանը ձեզ հետ չի համաձայնվի, բայց ինքը 0.50%։ Լուսավոր Հայաստանը պետքա դուրս գա վաղուց։ Ինքը գոյություն չունի։ Ինքը դառնա մարդ կուսակցություն։ Ինքը հասել է ազգային ժողովի ընտրությունների։ Ինքը մարդ կուսակցություն է։ Լուսավոր Հայաստանը ծրագիր սկիչ ունի։ Ինչի մասն է իր ծրագիրը։ Միշիկի պրոյեկտներ, Միշիկը ունի նոր պրոյեկտներ հիմա։ Իրանք արդեն բան են, նապկին օգնում։ Նոր պրոյեկտները քաղաքական կուսակցությունների Նաև ծպտված, չբացահայտված նկատի ունեք։ Նայեցում համար։ Ձեզ համար բացահայտված։ Միանշանակ։ Չբարձրաձայնվող։ Իհարկե։ Չէ, ուղղակի մարդիկ էս ինֆարկտ կստանան, որ ասեմ, գրանք սկսեն բան անել։ Սուիցիդալ փորձեր ան։ Չէ, ձեր դեմ գործ կհարուցեն, կասեն ապացուցիչ։ Դե օրինակ, դες չեմ կարա միշին զանգեմ ասեմ, ասա որ բան է սարել, հա, բայց դե կասկածի ցեցը գցում եք այսպես։ Կասկածի ցեց չի վստահաբար։ Վստահության ցեցը։ Հա, վստահության ցեց եմ գցում։ Եվ ասում եք, որ կխժռի։ Լավ, մինչև խժռելը մենք 5 տարի պետք է տեսնենք։ Չէ, ընթացքում է լինելու։ Այսինքն մենք կարող է Մենք 5 տարի պետք է սպասենք մինչև Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը գա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մնաց առանց դաշնակիցների։ Իր միակ դաշնակիցը շատ վաղուց բանն էր, Զավանչներ, Հանրապետություն կուսակցություններ։ Զոհաբերվեց այդ դաշնակիցը։ 44-ից հետո մենակ Զավանչ որ կանգնեց կողքը բանի ժամանակ։ Լավ։ Սա փախան կողքից։ Մենակ Զավանիչը կնաց մոտ բանին Ավինյանին Զավանիչը իր վարկանիշը դնելով, իր ռեսուրսը դնելով փրկեց Երևանը Նիկոլի համար։ Նիկոլ փրկեց կներեք։ Դա Հանրապետություն կուսակցությունը փրկեց բանին, Ավինյանը չէր դառնում։ Նիկոլը չէր կարող Երևանի քաղաքապետ վերցնել, հնարավոր չէր։ Այդ կոալիցիայով տարան, չէ։ Հիմա ինչ։ Արդյունքում ինչ դարավ։ Պրիզլի մատվեց էլ Զապրի դոբրը։ Ու վсё, ինքը քաղաքական դաշտում էլ բան չունի, ինքը թուլացավ։ Որտեվ էլ քաղաքական դաշտում իրան դրական, ինչ որ չափով առանձին քաղաքական ուժ չէին դիտարկում։ Առանձին քաղաքական միավոր որպես Փաշինյանին աֆիլացված, հա։ Խառնում եք էլի մաները։ Նիկոլ Փաշինյանը պարտվեց։ Նիկոլ Փաշինյանը մնաց մենակ։
Այդ կապ չունի արդեն ընդ ոչ մեկ, սաղ մնացածը հիմա թքած ունեն Նիկոլ Փաշինյանի վրա, Փաշինյանը ում մեջ կծուց տվեց դանակ են մտցնելու, որովհետև ինքը բոլորին նեղացրել է ու բոլորից տեղն է նստած։ Դրա համար որ մարդիկ ոչ մի ընտրություն չեն անում, որովհետև ոչ մի ընտրությունը բանել չկա, հիմա պետք է ընտրեցին Նիկոլին վերջ։ Բայց այդ որ բլում ես, պետք է գլխին գա, չէ՞, դա իջնի։ Ինքը պետք է վերջանա։ Այդ կուսակցությամբ վերջն է, դիալեկտիկա է, շանս չունես։ Դու սկսում ես հեղափոխությունը, դու պետք է այդ հեղափոխության ավարտին դու պետք է վերջանաս։ Բայց մենք հիմա ծիլեր տեսնում ենք, որոնք փլելուց հետո, բլելուց հետո, փլվելուց հետո շարունակելու են։ Այսինքն այս ընտրությունների ժամանակ իսկ ով ասաց որ չէ, այս ընտրությունների ժամանակ ով կա պետք է մնա այդ պլատակների տակ։ Բոլորը, այդ բոլորը անխտիր, անգամ այդ երիտասարդական, շնորհապետական, նույն էլի թվարկեմ շնորհապետականը, բոլորին դեմ եմ, երիտասարդները։ Բոլորը անխտիր, բոլոր նրանք, որովհետև կրկնում եմ, իրանք բոլորը նախկին համակարգի, ինչ որ մի դրսևորում են նախկին համակարգը հեղափոխության ավարտի հետ ոչնչանալու է։ Եվ նորից գալիս ենք մեր ազգային ժողովի պատգամավորներ, հիմա իհարկե ճշտվում են, ով է լինելու, ցուցակը սա է, նա է, Բարգավաճն է դեռ վերահաշվարկանում, կարծես թե Քոչարյանի դաշինքն է սահմանադրական դատարան դիմում։ Ինչի համար դրանք ինչ են ուզում։ Դե հայտարարություններ են այսօր արվել այդպիսի, մեկը սահմանադրական դատարան է դիմում, 555 կարծեմ դիմում է եղել վերահաշվարկի, թվերը ձեռքից տակ չի, բայց որքան հիշում եմ այդպես է, կհստացել է 555 դիմում վերահաշվարկի, Ռուսաստանի Դաշնությունն էլ չի շնորհավորում, սպասում է վերջնական արդյունքների։ Ինձ թվում է այդ վերահաշվարկը շատ ավելի վատ կավարտվի բանի համար, հանդիմության համար կանց Փաշինյանի։ Այսինքն վերահաշվարկի արդյունքում կարող է Փաշինյանի ձայները ավելի։ Միանշանակ։ Համենայն դեպս Ենթադրաբար ես էս մի բան ասեմ, որ քանի որ իրանք լավ չեն վերահսկում իրավիճակը այդ հանդիմություն կոչվածը, թե Քոչարյանի եւ թե առավել եւս Սամվել Կարապետյանի բաները իրանք կարող է վերահաշվարկի դիմում են տվել իրանք զեկույցների ներքին կանալներով եկած զեկույցների հիման վրա ենթադրում եմ հիպոթետիկ իրավիճակը պրոստը ասենք մարդ հա ասենք չգիտեմ իրան խոսք են տվել որ չգիտեմ ինչ ասեմ մանանեխով շաուրմա կտան ինքը այդ շաուրմի խաթր ասելա որ իրա մոտ եղել է 700 ձայն հաշվարկը եկել է 500, սրանք ասել են, չէ, մենք դիմում ենք վերահաշվարկի, որտեվ այն մեր լավ աղբերը ասել է, որ ստեղ լինելու է 700։ Իսկ իրականում ընդեղ ոչ թե 500, այլ նաև այդ լավ աղբերը ինչ-որ ձև կարողացել է մի բան անի 498 հա, ու դա ավարտվելու է հանդիմության համար շատ ավելի վատ։ Փողոցային բուռն ընդվզումներ, Ինչ փողոցային ընդվզում, ով պետք է ընդվզի։ Ով դեմ պետք է ընդվզի։ Ուժեղ Հայաստանը, ասի կեղծված է։ Ուժեղ Հայաստանը շատ թույլ քաղաքական ուժ է, որպեսզի ինքը փողոց։ Այնտեղ 10%-ը դեռ չէին հասցրել հաշվել, Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Ուժեղ Հայաստանը Հայաստանում շատ թույլ ուժ է, որպեսզի կարողանա ինչ-որ բան անել։ Ուժեղ Հայաստանը բանա, պասաժիր է։ Ուժեղ Հայաստանը մտավ ազգային ժողով։ Ուժեղ Հայաստանը պասաժիր է։ Ինքը դրսից եկած պասաժիր է։ Ինչի պասաժիրն է, կներեք։ Մեր գնացքը։ Ով է Հայաստանի վարում այդ գնացքը։ Ուրեմն որ ասեմ կխնդակ Մակրոնը։ Մակրոնի բարած գնացքում Փաշինյանն է պասաժիր, այդ բոլորը նստել են 105 հոգի։ Պասաժիր, ես էլ եմ այդտեղ։ Մենք բոլորս ենք այդտեղ պասաժիր։ Իրանք կապ չունեն դրա հետ։ Իրանք ուղղակի բան Ռուսաստանից եկած ինչ-որ բաներ են, գաստրոլյորներ են, էլի։ Գաստրոլյորուշի ցիրկ շապիտով։ Չէ, իրենք մեր Լեոնտիևը տենց երգ ուներ, կուդա ու եղել ցիրկ։ Լավ, իրենք ազգային ժողովի պատգամավորներ են լինելու,
Հետո ինչ ազգային ժողովի պատգամավորը իմ աշխատողն է, ես հարկ եմ տալի, որ ինքը փող ստանա։ Ես առանձնակի որևէ հարգանք չունեմ իր նկատմամբ։ Չգնա աշխատանքի, ինչպես մենք ունեինք այդ Կարայև չգնա աշխատանքի, բայց շարունակում է փողը ստանալ։ Հա, ինքը բոյկոտ է անում, կարգ կա, որից պետքա զրկեն։ Հիմա եթե հիշում եք, հիմա արդեն գնում են, որտեղ են պահից, որ հրաման արձակվեց, որ աշխատավարձից կզրկվի, բոլորն է գալիս են։ Հիշում եմ, պես վերջերս հայել բանը Ալեն Սիմոնյան ասում էր, ես գալիս են մի օրով բան են անում, այդ կոճակ են սխում, որ աշխատավարձը չզրկվեն։ Հենց որ հա, օքեյ, գալու են, բայց ես կներեք ունեմ 0 հարգանք իրաց նկատմամբ։ Եթե դու ապրում ես այս տարածաշրջանում, դու չես կարողանում գնահատական տալ նրան, թե ինչա կատարում Ուկրաինայում, ինչա կատարվում է Արցախում, ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը մեր նկատմամբ, դու ոչնչություն ես։ Որովհետև ինքնուրույն չեն։ Չէ, ուղղակի ոչնչություն են։ Որովհետև ինչու։ Որովհետև տենց են դաստիարակվել, ոչնչություն են իրանց տանը դաստիարակ։ Իրեն մինչև 7 տարեկան երևի գիտեին իրանց անունը Ձենետ Կտրե է։ Չգիտեմ, բայց ոչնչություն է։ Ասենք որ հարց ես տալի, տեսնում ես սփռտնելա, զկրտումա ու պամպերսը լցվել է։ Որ ասում ես մի հատ գնահատական տուր Պուտինը ինչ է անում Ուկրաինայում, ինչ է Հագայի տրիբունալը Պուտինին մեղավոր ճանաչում ռազմական բաներում։ Կապիկի դեմքով նայում է վրա։ Մի խոսքով փողոցային այսպես ծանր միջադեպեր չեք սպասում։ Ծանր միջադեպը ո՞րն է, ասենք, չգիտեմ, Շամշյանը ամեն օր մի հատ ծանր միջադեպ է, որի մասին անընդհատ հիշեցնում են։ Այ մարտի 1-ը ինչի մասին է խոսքը, զոր կանեն մարդկանց կրակել։ Գովաստայտարան կեթերում։ Չէ, ուղղակի ուզում եմ հասկանալ մարդը, որ ասում է մարտի 1, ինչ է հասկանում, որ Գովաստայտարան կեթերում խոսենք ինչ է նշանակում մարտի 1։ Ո՞ց կարծես բանը։ Եթե դուք հիշում եք, Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին այդ մարտի 1-ը հիշեցրեց այն հիշարժան օրը, հեղափոխության օրը։ Այո։ Այդ օրը ժամանակ առ ժամանակ Դեք ինքը ուրիշ բան հիշացրեց, ինքը հիշացրեց, ասեց գլուխդ կախ պայտես, որ ես չեմ արել։ Ինքը չէ, չէր, ինքը ասեց, դες չեմ արել։ Ուրիշ բան չի հիշացրել։ Թեթև տարեք, մի վախեք։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ, կվերադառնանք տաղավար, կշարունակենք զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Կարեն Սարգսյանի հետ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Եվ այսպես, պարոն Սարգսյան, մենք կանգնեցինք այն հարցի վրա, թե հետընտրական զարգացումները ինչպիսին կարող են լինել, որովհետև քննարկում են իրար մեջ, մենք իմացանք, որ արդեն ԿՀ են դիմել վերահաշվարկի համար, Սահմանադրական դատարան են դիմել, եւ ասում են, որ վիճարկվում է, որ ամեն ինչ չի եղել այդ գիշեր այդ հաշվարկի հարցերում են կասկածներ, ինչ որ լուրջ զարգացումներ ես մարտի 1-ը հիշեցրեցի, իհարկե մարտի 1-ի չափ այսպես լարվածություն մենք չենք տեսնում, բայց մարտի 1-ը վերցնենք որպես ամենածայրահեղ վատ զարգացում հետընտրական։ Տեսեք խնդիրը որտեղ է, քանի որ ընդդիմությունը, որ անցել ազգային ժողով, այդ ընդդիմության պատվիրատուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի, այլ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն է։ Լուրջ ընդվզումներ եւ մեծ հանրային հիմք այդ շարժմանը, ընդդիմադիր շարժմանը, որը Ղարաբաղի ակցիայի վերածվի, սпасել չի կարելի։ Մենք տեսել ենք դա 21 թվականի հետ, 22 թվականին ենք տեսել, երբ որ Կիևի բանը, այդ Կիևը 3 օրում, որ եղավ Քոչարյանը մարդկանց հանեց փողոց, մինչև մայիսի վերջ, մինչև Մարիուպոլի անկում, իրանք ընդեղ էին փողոցում էին, հետո վրաններ էին խփել Ֆրանսիայի հրապարակում, հետո վրաներում էլ մարդ չկար, սկզբից ասենք, չգիտեմ, նարդի էին խաղում ամեն վրանում 4 հոգի, հետո 2 վրանին մի հոգի պահակեր, հետո սուսպուս այդ վրանները հավաքվեցին գնացին։ Սպասում էին իրավիճակը։ Դե իրանք այն ժամանակ սպասում էին, որ պետքա, որ պետքա Կիևը վերցնեն, Ուկրաինան պետքա ընկնի եւ Ուկրաինայի անկումից հետո իրանք ստեղ պետքա վերցնեին իշխանություն եւ վերականգնեին սովետական միությունը, ինչպես ժառանգել էր այն լեշը, որ Կարմիր հրապարակի մեջ փառված է։ Մեծն Վլադիմիր Ուրյանովը։ Մեծն թե չէ, բայց Վլադիմիր Պուտինը իհարկե ուզում էր, որ դա լիներ։ Հիմա հարցը նրանում է, որ հայտնի չէ թե Վլադիմիր Պուտինը ինչ է ուզում, որտեղ Վլադիմիր Պուտինը ոնց որ նորից սրանց գցում է ու Նիկոլին զանգում շնորհավորում է եւ բան անում, այո, մինչեւ հիմա չի շնորհավոր է ընտրության հետ կապված, բայց ընտրությունների հետ կապված, բայց դա ավելի շուտ աշխատակազմի թեման է, քանի որ մի քանի թև աշխատել է թե FSB-ն, թե առանցին Կիրիենկոն, թե բանը, ինձ թվում է այդ իրանց ներքին կոնֆլիկտն է, ոչ թե Հայաստանի ընտրությունները որպես այդպիսին, որտեղ Հայաստանի ընտրությունները ակնհայտորեն ցույց տվեցին, որ իրանք ինչ ունեն, այդ ունեն, չի ավելանում, ուրեմն միգուցե կարող է պակասում, եւ գնալով պակասելու է, որտեղ զուտ բանի տարիքային եւ ակտիվության հետ կապված է պակասելու քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը բավականաչափ ռուսամետ է, որպեսզի Պուտինը իր այդ լեզու գտնի, մնացածը բավականաչափ խելացի են, որպեսզի համը չհանեն, որովհետև ակնհայտորեն, եթե իրանք համը հանեն ռուսական դրոշներով, Նիկոլը ստիպված է լինելու կտրել Ռուսաստանի ճիվերը Հայաստանից ավելի կոշտ ու կոպիտ կերպով, որովհետև դե պարզ է, որ եթե իրանք սկսեն համը հանել, ինքը պետք է դիմի Եվրոպային, Եվրոպայի ամեն մի դիմումը պետք է, չգիտեմ, վճարվի դրա դիմաց Ռուսաստանին եւս մեկ ոլորտից դուրս շպրտելով։ Ու դա ձեռ չի տալիս Ռուսաստանին, որտեղ նորից եմ կրկնում, Նիկոլը բավականաչափ ռուսամետ է։ Իրանք պայքարում են, չեն պայքարում, նույնիսկ իրանք նույն էլեկտորատի մեջ են։ Բանավեճի ժամանակ ես ասացի այն անգամ էլ մինչև ընտրությունները ուրբաթ օրը ես ասացի, նոք կրկնեմ դուք որ ուժադրություն դարձնեք, Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանն ու պայմանական իրենց ուժերը։ Իրանք նույն էլեկտորատի համար են պայքարում, դրա համար են իրար վրա հարձակվում։ Իրանք բոլորը նույն էլեկտորատի վրա են։ Նիկոլին գնաց է կպել արևմտամետ բանը, որովհետև եվրոպական այդ վեաժողով, որովհետև Վենս, որովհետև Ռուբիո, որովհետև հույս կա, որ ձև չկա, որովհետև ամբողջ արևմտյան մամուլը պրոհայկական եւ պրոփաշինյանական նյութեր անում, իսկ այն մարդիկ ովքեր ասում են չէ, բայց հնարավոր չի որ սա բանը լինի, ասում են դե լավ, որ միաժամանակ ասենք, չգիտեմ, Guardian-ը եւ Deutsche
չգիտեմ, Süddeutsche Zeitung-ը, եթե միաժամանակ գրում են, որ Փաշինյանը լավն է, եկեք օքեյ, հավատանք, որ այդքան վատը չի, եկեք գնանք ձեն տանք, որովհետև ամբողջ սպեկտրը Վանկուվերից մինչև Վարշավա այդ արևմուտքի սպեկտրը պրոնիկոլական հոդվածներ ու ասում էին, որ այս ընտրությունը Նիկոլի եւ Ռուսաստանի միջև է։ Okay, այդ իրանց նարատիվներ, որը տանում էին։ Լավ է, իրանք ունեն իրանց գնահատական իրավիճակի, բազմիցս սրան անդրադարձել եմ, դա չարած փոքրագույնն է, եմ ասում, դա ինա, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես թե այնպես եվրոպական քաղաքակրթության մի մաս է, շուտով պետք է դառնա Եվրամիության մի մաս, կարող է նույնիսկ դառնա ՆԱՏՕ-ի մի մաս, չնայած այդ երկու կետին էլ, թե Նիկոլ Փաշինյանը եւ թե ՔՊ-ն դեմ են։ Բայց դուք որ տեսնեք Թուրքիան ինչ արձագանք տվեց եւ ես այդ օրը ընտրությունների օրը ես թուրքական եթերում եմ այո երկու անգամ եթեր եմ հարցազրույցը, հարցազրույցը մասնակցել։ Թուրքիայի հայկական մասը, չէ՞։ Պոլսից։ Հա, բայց հայերեն, իրանք հեռարձակում ու բաներ, ցենց հայերենով խոսել եմ։ Նախ հետաքրքրված երկրորդը որ նայում եք, հետո դե բարձա նայել եմ ինչա կատարվում, շատ պրոհայկական բաներ, շատ պրոփաշինյանական, պրոհայկական, բայց շատ խելամիտ, իրանք թարս ոնց որ ընդդիմությանը չեն կպնում, վատ բան չեն ասում, շատ տենց դիվանագիտականորեն են այդ հարցին մոտենում, այսինքն որ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, պետք է տնտեսական կապերը աշխատեն, պետք է բանը, այսինքն ամբողջ Եվրոպայի եւ մեծ հաշվով Թուրքիան էլ որ կցենք այդտեղ, ասենք լավ, առաջադեմ Ասիայի, հա, տրամադրությունը դա է։ Շատ տարօրինակ էր ինձ համար, որ մենք Իսրայելից ստացանք, շնորհավոր ենք։ Իսրայելի արտգործնախարարը շնորհավորեց Նիկոլին։ Երևի տեղ է հասել, որ Հայաստանում իրենց վարկանիշը շատ ցածր է ու իրանք փորձում են ինչ-որ կերպ բան անեն։ Նույն Տրամպի բանը, վստահ եմ, որ գնահատականա գնացել, որ Ամերիկայի վարկանիշը այստեղ են գնում է պլինտուսից ներքև։ Հիշում եք այդ բառի անունը չկրկնեմ հատակապատահարանքային երկրատափակափայտից, որ բան չլինի։ Չէ, բայց ընդհանուր առմամբ, եթե դրսից էին նայում, օքեյ, ասում էին դե Նիկոլը լավ է։ Նիկոլը լավ է, որովհետև Նիկոլը չի կարող հիմա որևէ բան անի, որը այդ process-ը կանգնացնի, ոչ մեկ չի կարող։ Հասկանում եք, ընդդիմությունն է չի ասել, որ ինքը կանգնեցնելու է եվրոինտեգրման գործընթացը։ Ընդդիմությունում ոչ մեկ սապոն չի ուտում։ Անես չի, որ ասենք իրանք գժի շոր չունեն, իրանք է ունեն գժի շոր, որ պետք է լինի հակնում են, բայց ասենք Սամվել Կարապետյանը Կիպրոսի քաղաքացի է։ Ինքը չի կանգնելու ասի ես սա վերցնելու եմ Եվրամիության դրոշից, թե վառեմ, չէ, մենք Եվրոպա չենք գնում։ Այսինքն գործընթացի կանգ չկա։ Վեկտորը չի փոխվել Սերժ Սարգսյանից։ Հեղափոխությունը նրա մասին է, որ այդ վեկտորը պետք է փոխվի, պետք է կանգնի։ Այսինքն այս երկու հիմա վեկտորը ձևավորված է, Ռուսաստան եւ Արևմուտք այս բաների ընդհանուրով սենց մեջտեղի вообще վեկտորային ալգեբրով գիտի։ Այս ուղղությունն, այս մեջտեղի բանով է։ Հիմա մեզ պետք է որ այս վեկտորը փոխվի։ Այս պետք է բլի, այս հեղափոխությունը պետք է բարձրի։ Բոլորը պետք է մնան տակը, որ Հայաստանը կարողանա այս խարիսխները բանը կտրի, այս խարիսխների բաները։ Ու գնա դե այնտեղ որ պետք է։ Կարելի ասել, որ մենք ելի նորից վերադառնում եմ ինչ ազգային ժողով ունեցանք նույն ազգային ժողովը, ինչը որ այսօր կա, մի քիչ իհարկե ձայների տարբերությունը պարզ կլինի, երբ որ վերջնական լինեն, պարզապես ռոտացիա եղավ Վանեցյանի, առաջ Վանեցյաններ, ինչ որ թիմով, հիմա փոխվեց Սամվել Կարապետյանով, մի քիչ ավելի քիչ ձայն, մի քիչ ավելի շատ ձայն, բայց խաղացողները նույնը մնացին։ Այո, 17 թվականից ազգային ժողովը նույնն է։ 17 թվականից։ 17 թվականից ազգային ժողովը նույնն է, եւ ես ասեմ, որ ամենամեծ մասնակցությունը մինչեւ սա եղել է 17 թվականին։ 17 թվականն է Սերժի վերջին ընտրություններն էին։ Եվ Նիկոլ Փաշինյանը հիշում եք 7 ձայնով էր մտել, հակով էր մտել եւ 7 մանդատ ունեին իրենք։ Ընդամենը, բայց էլի նույն խաղացողներ։ Հա, բան չկա, նույնն է, այդ եմ ասում։ 17 թվականից նույնն է։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը հակից փոխվեց եւ հակից որոշ մարդկանց ԿՊ ստեղծեց, ԿՊ-ով հիմա հանդես է գալիս։ Միգուցե։ Այսինքն նույն ազգային ժողովն ունենք, ժողովը գնում է, մասնակցում է, ժողովրդին թվում է, որ ինքը ինչ որ իրավիճակ է փոխում, իրավիճակ այնուամենայնիվ փոխվել է գոնե ինչ որ մեր Հայաստանի Հանրապետությունում։ Նույն կուրսն է շարունակվում։
Այս մարդիկ հեղափոխությունն արա, ասեն վեկտորը չեն փոխում, Իրանք պետք է բանի ֆրանկոֆոնիայի ժամանակ ասեին մենք Եվրասոցիացիան դիմում ենք տալի, այդ պարագայում մենք հիմա արդեն կունենենք առնվազն որ դիմումը 18-19 քննարկվի, բանին ասենք 5 տարի կունենենք Եվրասոցիացիան գործընթացի մեջ։ Իրանք չեն արել դա։ Սեպան է ոչ մի բան չեն արել։ Մի հատ սեպա պլյուս ենք ընկել։ Լիքը ռազմավարական համաձայնագրեր եւ խարտիաներ են կնքի այդ բաներ հիմա այս ամեն ինչը պետք է վերածվի գործի երբ որ դու գործի վերածես այդ առաստաղը կընկնի գլխիդ Վախենալու բաներ եք ասում ախր վախենալու իրանց համար որովհետեւ եթե հեղափոխություն արած քաղաքական ուժը չի վերանում քաղաքական դաշտից, ինքը դառնում է կոռուպցիայի հիմնական կենտրոն։ Բոլշևիկները, բաները, բոլորի մոտ դա նույնն է, դուք չեք կարող ոչ մի բան անեք, չեք կարող, հա, որովհետև իշխանությունը իր ձեռն է ինքը ասել է ժողովուրդ ինձ հավելյալ իշխանություն տվեք, ես այս վատ համակարգը քանդեմ, ես ինձ զոհաբերեմ այս վատ համակարգը քանդեմ, որ դուք կարողանաք, այդ է հեղափոխության իմաստը, թե չէ դա հեղափոխություն չի։ Թե չէ դա հեղաշրջում է, իսկ հեղաշրջման մասնակիցներին պատերի տակ գնդակահարում են, եթե դա հեղափոխություն է, դու քեզ զոհաբերում ես, հանուն վեր գաղափարի, եթե դա հեղաշրջում է, ապա դու զոհաբերում ես բոլորին, հանուն սեփական ստամոքսի գրպանի, սիրուհուտ բրիլյանտների կամ չգիտեմ բանի, հիմա մենք ունենք հեղափոխություն, հեղաշրջում չի, ակնհայտ է, 7 տարի չես կարա հեղաշրջումը սենց գնաս ընտրություն անես, բան անես, ձև չկա, հեղափոխությունը, հիմա հեղափոխությունը, որտեղ որ հիմնական հեղափոխություն արած ուժը շարունակում է իշխանություն ունենալ, ինքնաբերաբար, քանի որ հավելյալ ռեսուրս է տված այս ուժին, այն որը իրան չի հասնում, լինի դա վստահություն, սեր, իշխանություն, ամեն ինչ տված է, ինքը ոչինչ չի անում այս սրա հետ, ինքը սկսում է սա օգտագործել իր սեփական գրպանի եւ բանի համար, բարեկամների համար, ձև չունի ինքը, այլ կերպ չկա, դու ունես ահռելի մեծ ռեսուրս, որը ուղղակի դրած է, 5 տարի կարաս դիմանաս չանես։ Օ, այստեղ ձեզ հակադարձում են, ասում են սահմանադրություն է փոխելու, նա ասեց ես նոր սահմանադրություն եմ գրելու, հետաքրքիր է այդ սահմանադրության մեջ այդ լիազորությունների փոփոխություն լինելու է։ Ինքը գնահատում է, որ սահմանադրություն փոխելու ինքը դրա համար էր հանրապետությունների հերթականություն մցրել։ Ինքը գնահատում է, որ եթե ինքը սահմանադրություն փոխի, ինքը դրանով ավտոմատ կբերի հեղափոխության ավարտին։ Այո, զրոյացնում է։ Հա, զրոյացնի ու բանը ոչ։ Հեղափոխությունը, որը դու սկսել ես այն համակարգից, որից է կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ։ Քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմը մի թիմով այլևս պետք է գոյություն չունենան։ Քաղաքական ուժը որպես ՔՊ-ն եւ իր շոշոփը մինչև գոյություն ունի, հեղափոխությունը չի ավարտվել, քանի հեղափոխությունը չի ավարտվել, մենք ապրում ենք ցիրկում, կներեք։ Կրկեսում բալանսավորված քաղաքականության պարագայում, երբ որ խոսում է Մակրոնի հետ առաջին մարդը, ում հետ նա գիշերը խոսում է Մակրոնն է, առաջին երկիրը, որտեղ նա ընտրություններից հետո խոստացել է այցելել, դուք կարաք երկար բերեք այդ օրինակները, ոչ մի ուրիշ բան կապ չունի։ Ինքը եւ իշխանությունը պետքա լինեն սենյակի տարբեր անկյուններում։ 5 տարի կամ չգիտեմ քանի տարի, եթե արտահայտություններ ինքը հիմա 5 տարի, ինքս 12 դարձավ։ Ինչ էր 6-8 պլյուս 5 13։ Ինքը փաստացի 13 տարի լինելու է իշխանության, դա ահռելի թիվ է, դա Օրբանն է։ Հիշեցնեմ ձեզ, որ Էրդողանը գալիս էր որպես լիբերալ բան, ժողովրդավար, Պոլսում։ Օրբանը գալիս էր որպես լիբերալ ժողովրդավար։ Պուտինը գալիս էր որպես ալկոհոլիկ Ելցինի բան։ Ինչով պրծավ։ Այսինքն ստեղ բան կա, դա հասկանում եք մարդկանց մոտ կա տպավորություն, որ իրանք ամեն ինչ կարան, չէ, կան պրոցեսներ, որոնց վրա դու չես կարող։ Գրավիտացիայի դեմ չես կարող պայքարես։ Նյուտոնի օրենքների դեմ չես կարող պայքարես։ Սոցիոլոգիայում մարդկանց թվում է, որ իրանք կարան, ամեն ինչ հասկանում են, իրանք կարան սոցիոլոգներին չդիմեն, վարկանիշները վերլուծեն, ըստ իրանց վերլուծականի
ռազմավարություն կառուցեն, գնան ռաստկան պատին ծեփվեն, հետո գան ասեն ձեր գիտությունը գիտություն չէր։ Խի որտեվ ասում հարևանս ինձ բան ասես չեղավ։ Հիմա ուրեմն սենց էս հասարակության օրենքա, այդ օրենքից դուրս դուք ոչինչ չեք կարող անել։ Հեղափոխություն սարքած ուժը պետք է ոչնչանա։ Եթե չոչնչանա, կարա դառնա սովետի պես։ Երկիրը կարա ոչնչանա այդ ուժի փոխարեն։ Փորձեցինք ամփոփել նախնական արդյունքները ընտրությունների, վերջնական արդյունքներին կսպասենք, դեռ վերահաշվարկներ են գնում, բոլորս գիտենք, բոլորս սպասում ենք։ Զրուցվարում էի ես, Գայանե Առաքելյան, իսկ մենք զրուցում էինք Կարեն Սարգսյանի հետ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահի, սոցիոլոգ վերլուծաբան։ Բարին ընձեզ։